Գործը վերջացրին համարյա, վերջացրել են աստիճանները, բայց վերջնական վաղը արդեն կվերջացնեն, Աշոտը վաղը մի երկու տախտակա պակաս բերի, էդ էլ կանի վերջացնի, հիմա ինքը սղոցը կա ներս տանի, որ անձրև չկա, եղանակը այսօր այդպես էլ չբացեց, այսպես անպամած սղոցը ներս տանի, ես էլ օգնեմ, մաքրեմ, մի հատ գետին ավլեմ, լավ հոգնեցին, հա։ Սրանք կարողա պետք կան, հավաքեմ, Աշոտը կնայի արդեն ինչ պետք է անի, այստեղ, մանր փայջերը, սղոցը թողնեմ ինքը գատանի, ծանրը, Բարի օր ժողովուրդ ջան, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք էլի դուրս եկանք, խանութ պետք է գնանք, հիմա որ այդ աստիճանների վրա գործ անում, Աշոտը անընդհատ մի բան պակասում է, դե տեղն էլ մոտ կա գնում գալիս ենք, էլի կողքի քաղաք ենք եկել, մի հատ տախտակ էր պակասում, երեկվա այդ գործի համար աստիճանների, գնանք տախտակը վերցնենք, պետք է ինչակ ենք կողքի լենդուսները պետք է նայենք, մի քիչ արև կա, մի քիչ քամի ու տապա մի ձևի տոթա, երևի անձրև տիկա, բայց նայեցի չէին հաղորդել, մտնենք խանութ, այստեղ ձեզ ցույց եմ տվել այս խանութը, եթե հետաքրքիր նոր բան տեսնեմ, էլի ցույց կտամ։ Այս լամինատից էինք վերցրել, տեսեք, 41.70-ից իջել է 18.99,
Շատ լավ զեղչ էր, ահագին կան զեղչված լամինատներ։ Մի փոքր էլ էս տեսակ բանա պետք կաֆել մետլաղ փոքր միջանցքի համար։ Սրանց գները պլենտուսների գներն եմ ուզում ցույց տամ ժողովուրդ ջան ինչքան թանկ են։ Ես այսօր եմ գործում, մի 3 ժամի աղոտ գործում եմ, չեմ բզել։ 2 մետր ու կեսի գինն է այստեղ գրված։ Հետ պակսակ եկել եմ արում ինձ։ Մեկ էլ ուզում եմ պլենտուս։ Չէ, դրանից չի ուրիշ է, տախտակ գինն է։ Համարը իջեք։ Մի հատ կարնի մի սակրերում կսեմ աղտի ինչ կբերեմ, մեկ է պլենտուզում նայի։ Շատ էժաններն լավը չեն։ Հիմա այսօր չեն կառնի, բայց նայենք, տեսնենք ինչ են կառնելու, որ լամինատը վերջացնենք, կան կառնենք։ Նայեք գները, ամենատարբեր գներն են։ Այս լավ այսինքն։ Բայց 99-ն այս 2 մետրը, այս 2 մետր ու կես ավայտ է, կամ 3 մետր այս, չկան 458, այս 2 մետր ու կես է։ Ստեղ էլ են բաներ, պլենտուսներ։ Հագերը բաներ են, բաննայր տեսնենք։ Սրանք էլ պատրաստի դռներ, աշոտ ստե պատրաստի դռներ են, նայի։ Այ 400 եվրո է։ Մեզ դուռ պետք է, բայց ուզում ենք այսպես ապակիներով էլի լինի, որ լուսավորությունը չփակի։ Երևի պատվիրենք, կամ նայեմ երկրորդ ձեռքից կարելի առնել, հագին բարձր են գները։ Պատվիրելով էլ ավելի բարձր կլինեն, մեզ փոքր դուռա պետք է, մատավար փոքր։ Էսա գրված է մենակ պատվերով։ Մեզ որ պատվիրենք, մեջը բաց պետք է անենք, որ ապակիով այսինքն լինի էլի։ Տանենք տեսնենք կկտրեն։ Անցյալ անգամ կտրեցին, բայց չգիտեմ, իրանք պարտավոր են կտրեն, թե չէ, որովհետև երկար է մեքենայով տեղափոխելը դժվար է։ Տեսնենք ինչ կասի, այնտեղ մի հատ տղա զբաղված է, ոնց որ ուսանող է։ Հերթ է այստեղ ամուսիններ են կանգնած, մեծ պլանկեր են, մեծ բաներ են հեսա կիսում են, կիսել են տալիս։ Դե դրանք մեքենայով իրոք չի էլ տեղափոխվի, կամ երևի ավելի շուտ չափերով կտրում տալիս են, երևի տանելու այդպես հավաքի։ Երկար էլ կտևի, մի հատը վերջացնում են, նորից էլի են գնում վերջնում, այստեղ կողքն է դրած։ Սրանք էլ անկյունների համար են պետք։ Ինքան բարձր են գները, հեսա տարբեր ձևի, տարբեր տեսակի, տարբեր գույնի, ընտրությունը շատ մեծ է, էլի 2,5 մետր է դրված։ 14-15 եվրո։
Այս մեկը այս ուրիշ տեսակա 6.29 Փայտը շատ թանկ է Անկյունը 36.99 2.5 մետր այս մեկը 11.49 Կարճ ասած կան տարբեր ձևի Շատ բարձր դռներ են, շատ մեծ են Այս տեսակ էլ կարելի է, բայց ապակիները բաց գույնի, բայց սրանք չէ Սրանցից ինչքան են կառել, օգտագործել 12.99 իջել Լամինատի տակ են կպցրել են վերևի հարկերը, սենյակները, խոհանոցում 10.95 Սրանք դեռ կանգնած են երկար կտևի սրանց գործը, ոնց երևում է ամուսիններով Այս էլ խանութի պահեսն է Այս ձևի մի հատ ունենք, սրանք ամենահարմարը գործիքների համար, ասենք գարաժում կամ նկողում դրվի, բայց նկողում խոնավ կլինի, կժանգոտվեն գործիքները 199.99 Գնում եմ հայելի մանգամ, տեսեմ մեծ հայելի կա այստեղ Այս էլ կախիչ Այս տիպի մի հատ ունենք վերևում Լվացարանները տարբեր տեսակի Այս բոյով մեծ լվացարանները ինչ հայտնվել են փոքրերը ոնց որ հեչ հետաքրքիր չլինեն սևերը սիրուն են Ես որ այդպես դեղինի սիրահար չեմ դեղին նկատի ունեմ այսպես բաների ասենք տան լվացարանների, դուշերի կամ տան եղածի էլի, թե չէ ընդհանրապես դեղին շատ եմ սիրում։ Հիմա արդեն օրինակ այս լվացարանների դեղին գույնը դուրս գալիս է, այս, նայեք։ Ավել բարձր են գները, համարներով գները գրված են 250, 270, այս հայելիների բաժինը, Նայենք մեծ հայելիներից ինչ ունեն բոյով, որ ամբողջության մեջը մեզ տեսնենք։ Այստեղ իհարկե ավելի բարձր են գները հայելիների, քան Ikea-ում։ Մի հատ այստեղ նայեմ, Ikea-ում էլ կնայեմ, այս այստեղ կան, սրանք են։ Աշոտին եմ սպասում, հերթի մեջ սպասում է, գնամ տեսնեմ ինչ են կանում, կտրելու են թե չէ, փայտը, մի հատ իրար հետ էլ հայելին նայենք, տեսնենք ինչ ենք որոշում, են սպասողների գործը չեն վերջացրել, ասում այդ տղան ասեց, մենք չենք կտրում, հետաքրքիր է, եթե չեն կտրում, բա նրանց ինչի էր կտրում, էլ ես չուզեցի մոտենամ հարցնեմ, այս հարցերում ես շատ բան եմ, էլի Աշոտը կարող ասի հա լավ, բայց ես չէ, պետք է անպայման ճշտեմ որ հանկարծ մեզ չխափեն, չեմ սիրում, որ խափում են։ Ինչևէ Աշոտը ձեռքի սղոցով հենց այդտեղ կտրել էր։ Մի հատ էլ Աշոտին ցույց տամ հայելին, տեսնենք ինչ է ասում, ինչ կարելի է անել։ Արժեր 39.90 ոնց որ մի հատ ավելի լայն է, մեզ մեկը կարևորը մեր բոյը երևա մեջը, շատ լայն էլ պետք չի, որովհետև հարմար պատել չկա այդպես։ Վերջնայցինք, իմացանք ինչը ոնց և այլն, ամեն ինչ տեսանք, հիմա գնանք այս մի տախտակի համար վճարենք ու գնանք տուն։ Լավ այլի մոտիկ այս խանութը հարմար անդադ հետ գալուց գալիս ենք, թե ջնախկնում միշտ գենտ էինք գնում 35 կիլոմետր, հիմա այս 15 կիլոմետր է, ես ինձ սիրուն վազա,
Այստեղ միշտ լավ բաներ կան, հետաքրքիր բաներ, ներկա 72-99 Էս ինչ է ժողովուրդ Այս անգամ մեքենան մոտիկ են կանգնացրել, անցյալ անգամ այնքան հեռու են կանգնել, որ ահագին երկար գնացինք ծանր վեշերով։ Այս ծախի վրա չէր շուտ, այս կողմներ չէ, հա մի հատ էլ են կողմ։ Սայլակ չուզեց վերցներ աշոտը, ասում մի տախտակի համար ինչ սայլակ, հիմա ձեռքով տանում է։ Այստեղ են կանգնեն այնտեղ։ Այս մի փայտի համար վճարեցինք ժողովուրդ ջան 20 եվրո 99 ցենտ։ 21 եվրո։ Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Մենք այս պահին գտնվում ենք Բելգիայի Տերնատ քաղաքում, որը Բրյուսելից գտնվում է 15-20 կիլոմետր հեռավորության վրա։ Այս քաղաքում է գտնվում Բելգիայի ամենամեծ շինանյութերի խանութը Brico Planet անվանվամբ։ Այս ֆիրման բավականին մեծ ֆիրմա է, իր գործունեությունը ծավալում է ոչ միայն Բելգիայում, այլ Եվրոմիության շատ երկրներում։ Ինչ ցանկանաս կարող ես այստեղ գտնել։ Գներն էլ բավականին մատչելի են, կան նաև այլ ֆիրմայի խանութներ, որտեղ շատ ապրանքներ բավականին ասենք որ գնես համեմատած տեղի թանկ են լինում եւ հաջախակի գների իջեցումը տեղի ունենում նույնիսկ մինչև 40-50%-ով շինանյութերի ապրանքները իջնում է ասենք ոչ հաջախակի այսինքն օրեր են նշանակում հիմնականում ամսվա վերջի շաբաթ կամ կիրակի օրերը պատահում աշխատում են եւ մենք էլ հետաքրքրվում ենք որ տեսնենք ասենք երբ այժանացում կան գալիս ենք բավական 30-40%-ով նույն ապրանքը ավելի էժան գնով գնում ենք։ Բայց պլենտուսները տեսակ ժողովուրդ ջան ցույց տվեցի, ինչ գներ էին աշոտ տեսել։ Գները համեմատած ճիշտ է, բարձր գներն է, եթե համեմատում ենք Հայաստանի հետ, բայց ընդհանուր առմամբ եթե համեմատում ենք գները այս ֆիրմայի Brico Planet խանութի եւ այսինքն մյուս ֆիրմայի շինանյութերի խանութներում, այստեղ բավականին մատչելի է։ Բայց ընդհանուր առմամբ պլենտուսները բարձր են գները։ Ընդհանրապես փայտանյութը մետաղն էլ է շատ, մետաղից պլենտուզներն են հիմական արդեն սինթետիկ պլաստմասայից պլենտուզներ են արտադրում, որը ավելի թանկ է եւ գրեթե ցեպանջ կարող է ամրացնել եւ օգտագործել, քչաներ չկա դրանց։ Ժողովուրդ ջան, էս էլ մեր բրիկոն, հիմա նստեն գնանք տուն։ Այս խանութը մոտավորապես զբաղեցնում է 2-ից ավելի 2 հեկտարից ավելի տարածք ցանկացած շինանյութ ինչ որ պետք է ասենք տան համար ամեն ինչը այստեղ կա կարող եք նայել միայն նայելու համար որպեսզի նայես ժամանակ որ կարողանաս բոլոր բաժինները նայես նմանատիպ ֆիրմայի խանութ մենք Սվետլանայի հետ այցելել ենք նաև Ֆրանսիայում որը Բելգիայի սահմանից շատ հեռու չէր Կորտրի քաղաքի մոտակայքում էր այնտեղ գները համեմատած տեղից ավելի մատչելի են մենք ընդեղից եթե հիշում ես Սվետա մենք գնացինք
ջրի տակ հասնելու բոյլերը գնեցինք, հետո պարավոնները գնեցինք ընդեից, որը համեմատած ստեի հետ բավականին էժան էր։ Գների մեջ, երկրների մեջ էլ տարբերություն կա, բայց Բելգիայում կոնկրետ շինանյութերի խանութը ամենամատչելիներից մեկը սա է։ Հետո շատ կան այստեղ թուրքական շինանյութերի խանութներ, որոնք հիմնականում վաճառում են Թուրքիայի արտադրած շինանյութերը, որը ավելի էժան է, քան ասենք բելգիական խանութներում վաճառվողները, սակայն որակի գծով շատ թուրքական խանութի ապրանքների զիջում են բելգիական խանութի շինանյութերը։ Հիմա մենք անցանք հայկական Արման գրոպ խանութի մոտից, բան պետք չէր չենք մտնում ժողովուրդը։ Դրա համար չենք մտնում։ Համեր ժամանակ հիմա չունենք, մի քիչ գործ մնացել, գնանք այսօր անենք բրձնենք։ Կարևորը լավաշն է, լավաշն էլ պատվիրում ենք, լավ լավաշ են բերում, Բրուսելից են չէ բերում։ Չէ, կարծեմ Մեխելենի մոտերից են։ Հետս լավ սուրճ են բերել, դարչն էի լցրել, մեջը սիրում եմ սուրճը դարչնով։ Ահագին էլ շատ էի լցրել ու խմեցի, հաճույքով խմեցի։ Աշոտը խմեց ու դուրս եկանք, ես տանը չէի խմել։ Ես սուրճ շատ եմ սիրում, օրվա ընթացքում 5-6 բաժակ ավել խմում եմ։ Հիմա օրինակ մեծ ցանկություն ունեմ սուրճ խմելու։ Բայց ինքը ջրի կա խմել, իր համար շատ ջրի։ Հա, ես այդքան թունդ չեմ խմում։ Հա, ես թունդ եմ սարքում իմ համար ու օրը 2-3 անգամ խմում, աշոտը շատ է խմում, բայց ջրի կա խմում ու քաղցր։ Ես դառն եմ խմում ու մի փոքր դարչն եմ լցնում, սիրում եմ տենց։ Խախտումներ չենք նկատում։ Բոլոր երթևեկողները բարեհամբույր սպասում են։ Համբերատոր սպասում են։ Լուսապոպը կփոխի կտա իր ուղղությունը։ Մերը տվեց, որ արդեն մեր ճանապարհը բաց է, կարող ենք գնալ։ Մենք ազատ գնում ենք, մեզ խանգարող չկա։ Նմանատիպ իրավիճակ շատ ցանկանայի, որ Հայաստանում էլ լիներ, բոլոր վարորդները մեքենաները երթևեկեն երթևեկության կանոններին համապատասխան։ Բայց ճիշտ ասած, ես Հայաստանում ոչ թե վախենում, այլ սարսափում եմ ավտոմեքենա վարելուց, որովհետև աճից, վազանց, ձախից, վազանց, չգիտես, մեկ էլ մի աննորմալ կարող է գա դեմդ կտրի, կներեք արտահայտության համար։ Հա, ճիշտ ես ասում։ Ու վտանգի սիտուացիա ստեղծի։ Մենք հիմա գնում ենք ամենաարագտած ճանապարհներից մեկը, որը սա 40 ավտոուղղություն է, Բրուսելը միացնում է Գենտի և Օստենդե քաղաքի, Ծովակնյա քաղաքի հետ։ 3 շարքեր կան երթևեկելու, այս առաջինով որ մենք երթևեկում ենք, սա հիմնականում նախատեսած է քրուզավիկների համար երթևեկելու, որի արագությունը մաքսիմալ մինչև 90 կմ/ժ է, բայց որոշակի պատահում է, որ խախտումներ բեռնատարի վարորդները ցույց են տալ, թույլ են տալիս, այսինքն իրանք 90-ից սահմանված ավելի բարձր արագությամբ են գնում։ Մեր արագությունը 120 է։ Ես իմ 120 արագությամբ վազանց կատարեցի, բայց երբ առաջի գծում էի, ես ասում եմ, որ նա բեռնատարի վարորդը 100 արագությամբ է գնում։ Երկրորդ գիծը ամենամատչելի գիծն է, որ եթե երկար ճանապարհ ես երթևեկում գնում, կարող ես ընկնել երկրորդ գծով եւ հաստատուն արագությամբ մինչեւ ասենք 110-120-ի այդ արագությամբ կարողանաս երթևեկել։ Ոչ մեկը քեզ չի խանգարում։ Նայեք իշքան նորմալ երթևեկություն ընթանում է, եթե պատահում է, որ վտարներ են լինում, անպայման մեքենաները շտաբօգնության մեքենային եւ բանի բաժարնու ասենք մեքենային եւ ոստիկաններին բարդատիր ճանապարհ են տալիս, ինչպիսի իրավիճակ է լինի, որ նրանք կարողանան հասնել դեպքի վայր։ Հարազատներ ջան, շատ հաճելի է, երբ երթևեկում ես, մեքենատ վարում ես շատ նորմալ պայմաններում, աճից ձախից վտանգի սպասման անհրաժեշտություն չկա, եւ դու նպատակետին կարողանում ես ժամանակին եւ բարեհաջող հասնել տեղ։ Նայեք, խնդրեմ իշքան։ Ճանապարհը
երկկողմանի ճանապարհի աչքան մեծ ավտոփիճուղի է 4 բաժանարար գծեր կան, որի առաջինը հիմնականում նախատեսված է մեքենաների խափանման կամ ասենք ասֆալտչանի որ վթար է լինում առաջի օգնությունը ցույց տալու համար կամ մեքենան քաշում են աչքի վրա կանգնում են սպասում են մինչև որ համապատասխան ծառայությունները օգնության կհասնեն մեզանից այս աջ կողմում գտնվող այս հոց գծից աջ որևիցե մի մեքենա իրավունքությունը վերտևելու սա նախատեսած է վթարային իրավիճակների համար որ ասենք կարող է ճանապարհին երթևեկում ես զգաս որ մեքենան նորմալ չի գործում կարող ես աջ կայանել եւ զանգահարել համապատասխան օգնությունը խնդրելու համար իսկ մեզանից ձախ նույն դարձյալ իրավիճակն է նույն քանակի երթևեկության գծերով էլի մարդիկ շատ նորմալ երթևեկում են ու ամեն այսպիսի խոշոր ավտոփիճուղիների վրա ամեն մի 50 կիլոմետրի վրա գտնվում է մեծ դիսկավորման կայաններ եթե անհրաժեշտ է մեքենան դիսկավորես կարող ես կայանել դիսկավորել հանգստանալ սուրճ ջմպել նույնիսկ ասենք թեթևակի նախաճաշել այդտեղ պայմանները շատ լավ են երթևեկության համար իսկ անհրաժեշտության դեպքում երբ օգնություն է պետք ամենաշատը կարող է սպասել 10-15 րոպե նույնիսկ այդքան էլ չէ վթարային դեպքերի երբ ասենք վնասվածքներ ստացածներ կան ավելի շուտ արձագանքում են արդեն շտաբօգնության ոստիկանության ծառայությունները երբ ասենք ահազանգ է լինում որ ասֆալտչանի որ մահացու դեպքեր կա կամ ծանր վիրավորներ կան եւ դա մշտական ուշադրության կենտրոնում է եւ ավտոփիճուղում մոտ գտնվող բոլոր ասենք բնակավայրերում քաղաքներում որտեղ կան համապատասխան ծառայություններ հիմա ժողովուրդ ջան մենք արդեն գրեթե հասնում ենք մեր քաղաքին շնորհակալ եմ ուշադրության համար եթե շատերիդ կան հետաքրքրող հարցեր խնդրում եմ կարող եք դիմել մեծ ցանկությամբ կպատասխանենք ես էլ կցանկանամ որ մի օր Հայաստանում այնպիսի վիճակ լինի որ ցանկացած վարորդ անվտանգ եւ այո անվտանգ առանց վախենալու ու մեծ ցանկությամբ նստի իր մեքենայի ղեկին եւ երթևեկի Ես գեղեցկությունն էլ մի հատ միացնեմ տեսեք ժողովուրդ ջան ախր շատ սիրուն է շատ սիրուն է ոլորանի վրա իսկ կանաչը Ստոպ նշանի մոտ է պարտադիր պետքա կանգնենք պարտադիր Իմ գործընկերուհին քննություններ տալիս վարչական իրավունքի համար երևի հուզմունքից թե ինչից ստոպ նշանի մոտ չէր կանգնել ու նույն քննության ժամանակ համ ստոպ նշանի մոտ չէր կանգնել համ էլ կարմիր լույսի տակով էր կարմիր լույսի ժամանակ չէր կանգնել դե հուզմունքից բնական է ասենք այդ ձև սխալ այնպես չի որ ասես բանը այդ տարական բանը չի մանար էլի ուղղակի հուզմունքից դե ու կտրվեց այդ անգամ քննությունից, բայց հաջորդ անգամ անցավ։ Պարտադիր է ստոպ նշանի ժամանակ կանգնել, ոնց որ կարմիր լույս ինչ տարբերություն, մեքենա կա, չկա, պետք է կանգնել մի հատ նայել։ Ես էլ ավելացնեմ Հալալա Սվետլանային միանգամից իր քննությունը վարորդական իրավունքի համար քննությունը հանձնել ու ստացել է։ Հիմա արդեն զարմանալին է ժողովուրդ ջան որ ինձ արդեն դիտողություն անում որ ստե խախտում արի, ստե խախտում մի արա։ Դե այդպես է, չէ՞ որ կողքը նստած ես, տեսնում ես բան, ասենք ինքն էլ տղամարդիկ էլ մեկ մտքերի մեջ են, չէ՞ ընկնում մեքենա վարելուց, ես զգում եմ, որ մտքերով է ու ինչ որ, թե չէ ինքը շատ լավ վարորդ է, շատ։ Ուղղակի կարող է մտքերով ընկնի ու ինչ որ թեթև խախտում անի։ Իր կողքը որ ապահով նստում եմ։ Ու դա էլ նորմալ է կարծում եմ։ Չնա չէ, ոչ բոլոր տղամարդիկ են այդպես անվտանգ ու ապահով քշում։ Համարը աշխատում ենք, որ խախտում չանենք։ Մենք պատահում է, բայց թեթևակի խախտումներ ա լինում։ Ասենք 30-ի փոխարեն 30-ին 40 ենք վարում մեքենան։ Մեկ ասենք ավտոն կայանում ենք ոչ ճիշտ տեղում, բայց
անհրաժեշտ ասենք վրաս շտապ գործում ես տվյալ տարածքում, տվյալ հասցեում պարկինգի տեղ չկա, ստիպված մի տեղ գտնվում ես վրաս, դեպքում էլ երբ համապատասխան մարմինները նկատում են, որ սխալ պարկինգ են կարել սխալ տեղ եւ այլն, դուք ակն են գրում, մենք էլ դուք խելոք մուծում եք գնում։ Աշոտ, ես քեզ երևի չպատմեցի, որ Իտալիայում մաքսիմալ տարիքը մեքենա վարելու փոխել են, օրենք են ընդունել 65 տարեկանից հետո չեն կարել մեքենա վարել։ Դե 65-ը քիչ է, օրինակ էս։ Քիչ է, հա, բայց ես թվում է այս կարող այդպես կամաց բերեն այս կողմեր, էլի։ Ամենաճիշտը, որը հիմա Բելգիանը 3 տարի է օրենք ընդունել, գնալ շուտ։ Մեքենան պետք է սպիրտային խմիչքներ օգտագործած չլինես։ Բացահայտ, երբ հիմա Բելգիայում պատահում է որ ստուգում են, եթե չեն քանակությամբ սպիրտել հայտնաբերեն, որ օգտագործել ես, ասենք նախկինում թույլատրվում էր մի փոքր երևի մի շիշ գարեջուր խմել եւ այլն, հիմա դա էլ են արկելել եւ խմած բռնելու դեպքում նայած ինչ աշճանի խմած է, բարդատիր զրկում է հասնեմ կամ այն շատ օգտագործածներին, որ արդեն չեն կարեմ զորով են նստեմ ավտոմեքենայի ղեկին, դրանց ցմա զրկում են ավտո վարելու իրավունքից։ Վկայականով ես նման իրավունքից։ Օրինակ դա շատ լավ օրենք է, ճիշտ օրենք է եւ գործում է Եվրամիության շատ երկրներում։ Կարծեմ նմանատիպ օրենք է նաեւ մեծ Բրիտանիայում գործում։ Ֆրանսիայում, Գերմանիայում հիմա շատ խիստ են անդրադառնում խմացությանը եւ բոլորս էլ գիտենք որ շատ վտարները առաջանում են ալկոհոլ օգտագործելու ժամանակ։ Բայց մեր հայ տղամարդիկ էլ շատերը չէ Հայաստանում բան են, չէ, ոնց որ գլուխ գովալու բան ասում են, ես խմած ավելի լավ եմ վարում, բայց այդ ճիշտ ժողովուրդ ջան, հենց հատկապես որ ընտանիքը կամ ուրիշ մարդ է լինում կողքին, ոնց կարելի այդպես ռիսկի դիմել էլի։ Մենակ լինեն, ինչ ուզում են թող անեն, եթե այդ խելքին են, ինչ ուզում են թող անեն, բայց եթե ընտանիքը մեջը այդ ուղղակի հիմարություն է, էլի ոնց կարելի է ռիսկի դնել սիրելի մարդկանց կյանքը։ Ոնց կարող է մարդը խմած ավելի լավ մեքենա վարի, քան լուրջ։ Բա։ Հասանք ժողովուրդ ջան, այսքան զրուցեցինք, իջնենք մի հատ սուրճ խմենք, կմիանամ։ Այսօրվա վլոգը սրանով ավարտեմ, իմ շատ սիրելի հարազատ բարեկամներ, լավ մնացեք, առողջ եղեք, եթե ինչ-որ դժվար փուլում եք, մի ընկճվեք, մի հուսահատվեք, ոչ մի բան հենց այնպես չի լինում, եթե դժվարությունը կա, ուրեմն, եթե Աստված դժվարություն է տվել կամ դժվարություն կա ձեր կյանքում, ուրեմն դուք հնարավորություն ունեք այդ դժվարությունը հաղթահարելու ամենակարևորը մարդու կյանքն է, եթե ողջ է մարդը, ուրեմն ամեն ինչ կարող է հաղթահարել, լավ եղեք, առողջ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն։